Սպիտակամաշ թուխաչուկներով 2.5 կիլոգրամից մի փոքր ավելի քաշով 48 սանտիմետր հասակով նորածին այս աղջնակի մասին տվյալներում անուն ազգանուն հայրանուն տողի դիմաց գրված է անհայտ։ Տեղեկացրել են, որ ընդունան է ընդունվել շտապօգնության մեքենայով եւ ոստիկանների ուղեկցությամբ նորածին նորածների վերակենդանացման բաժանմունքի հերթապահը գնահատել է երեխայի վիճակը, գնահատել է ծանր, մասնավորապես գնահատել է, որ նորածնի ջերմաստիճանը 30 աստիճան է, իսկ դա կյանքի վտակ սպառնացող վիճակ է, բացի դրանից նաև շնչական խանգարումներով ստիպված բարձրացրել է նորածնային վերակենդանացման բաժանմունք։ Բժիշկ Ջերջերյանի խոսքով նորածնին հնարավոր չէր միանգամից տաքացնել, մարմնի ջերմաստիճանը բարձրացվել է աստիճանաբար, ժամում մոտ կես աստիճան։ Այժմ երեխայի ջերմաստիճանը 36.7 աստիճան է, ինչը նորմալ է։ Անանուն փոքրիկն ունի շնչառական անբավարարություն, միացված է հատուկ սարք, թեև ինքնուրույն շնչում է։ Աղջնակը բժիշկների եւ բուժքույրերի հոգատարության ու հսկողության տակ է, ասում են, այդ սարքի կարիքը կլինի եւս 3-ից 4 օր։ Վստահորեն կարող ենք ասել, որ երեկ է ծնվել, հատկապես ժամը նկատի ունենալով 9:15 պորտալարի մնացորդի թարմությունից ելնելով կարելի է ենթադրել, որ 4-ից 6 ժամական երեխա պիտի լինի։ Պորտալարի չխնամված վիճակը եւս թույլ է տալիս ենթադրել, որ երեխան ծնվել է ոչ հիվանդանոցային պայմաններում։ Բժշկի խոսքով փոքրիկը ծնվել է մի փոքր շուտ, իրենց հաշվարկով 36 շաբաթական է։ Զարգացման արատներ չեն նկատել, բռնության հետքեր չկան։ Եղանք նաև այն վայրում, որտեղից օգոստոսի 10 երեկոյան գտնվել է լքված երեխան։ Նարեկ Պետրոսյանը, ով հայտնաբերել եւ փրկել է երեխայի կյանքը, մեզ տարավ Արզումանյան 4 շենքի ետնամասում գտնվող այգի եւ ցույց տվեց այն վայրը, որտեղ թողել էին փոքրիկին։ Սկզբում Նարեկը կարծել է, որ շարժվող ծածկոցի մեջ կենթանու ձագ է։ Կռացա, աջալը բացի տեսա երեխան է։ Նորածին երեխա էր, սև գույնի, ու այդ պահին չկորցնելով մի անգամից գիրկս եմ եկալ հենց այդպես աջալով կամած, վնաս չտամ։ Կիսասառած լացող աղջնակի լուրն անմիջապես հարևանների շրջանում խառնաշփոթ է առաջացրել։ Րոպեներ անց ժամանել են շտապօգնության եւ ոստիկանության աշխատակիցներն ու փոքրիկ աղջնակին ծածկոցով տեղափոխել են Արմենիա բժշկական կենտրոնի նորածնային բաժանմունքի ընդունարան։ Անձնակազմը ասում է, որ երեխայից գարշահոտ էր գալիս, ինչը նշանակում է, որ երեխային չեն լողացրել, ոչինչ չեն արել։ Պարզապես ծննդաբերությունից հետո փաթաթել են հավանաբար առաջին պատահած շորերի մեջ։ Նկատեցի ոնց որ աջալից հոտն էր, բայց հետո պարզվում ոնց որ չէ, երեխու վրի հոտն, որովհետև մի 3 ժամվա ծնված երեխա էր։ Արյան հոտն ալ է։ Տան աջալ է, շատ ված վիճակում աջալ էր այդ կարգի։ Ոնց այդ թազա աջալ չէր, ասեմ ոչ այդ երեխուն պամպերս էին հագցրել, ոչ մայկա։ Նորածինը բժշկական կենտրոնում հսկողության տակ կմնա եւս 20-ից 22 օր։ Հիվանդանոցից դիմել են վարչական շրջան խնդրելով, որ պատկան մարմինները զբաղվեն փոքրիկի հետագա խնամքի եւ ճակատագրի հարցերով, իսկ երեխային հայտնաբերած Նարեկն այսօր այցելել էր հիվանդանոց, տեսակցելու այն փոքրիկին, որին, ինչպես ինքն է ասում, հաջողվել է հրաշքով փրկել։ Ոնց որ կապվածությունը զերբեր այդ երեխու հետ, ասել են, որ սա կյանքս այդ երեխու ճակատագրով հաստատ հետաքրքրվելու եմ էլի։ Նարեկն արդեն փոքրիկի համար անունել է ընտրել։ Հա, ուզում եմ արդեն որոշել եմ անգել որ տնենք։ Հիվանդանոցից էլ Նարեկին խոստացել են նրա ընտրածանունը փոխանցել նորածնի հետագա խնամքով զբաղվող հաստատությանը, եւ հնարավոր է փոքրիկին հենց այդպես էլ կոչեն՝ անգել։ Տիգրան Հովակիմյան, Սեյրան Հակոբյան, Հորիզոն։